Պայթյունավտանգ իրավիճակ է արևմտյան կիսագնդում, մերձարևելյան տարածաշրջանում պատերազմը դեռ չավարտած, Միացյալ Նահանգները զուգահեռաբար նշանառել է Կուբան, Վենեսուելայից հետո փորձելով ծնկի բերել նաև ազատության կղզին։ Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոին։ Նրան մեղադրում են 1996 թվականին Միացյալ Նահանգների քաղաքացիներին սպանելու նպատակով երկու օդանավերի վրա հարձակման մեջ։ Նահանգների գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը խոստացել է Ռաուլ Կաստրոին բերման է ենթարկելու Միացյալ Նահանգներ ու հանձնելու արդարադատությանը։ Նահանգները ցանկանում է կիրառել այն նույն մարտավարությունը, ինչ Մադուրոյի դեպքում։ Նախագահ Թրամփը հանձնառու է վերականգնել շատ պարզ, սակայն կարևոր սկզբունք։ Եթե սպանել ես Ամերիկայի քաղաքացու, մենք կհետապնդենք քեզ անկախ այն բանից ով ես եւ ինչ պաշտոն ես զբաղեցնում։ Այս պարագայում բոլորովին կարևոր չէ թե որքան ժամանակ է անցել։ Ոչ ոք, նույնիսկ որևէ երկրի ղեկավար չի կարող թիրախավորել ամերիկացիներին ու պատասխանատվության չենթարկվել, ասել է Թոդ Բլանշը, հավելելով, որ Ռաուլ Կաստրոն ինքնակամ կհանձնվի։ Ակնկալում ենք, որ նա ինքնակամ կգա նահանգներ ու կկանգնի դատարանի առաջ։ Հակառակ դեպքում այլ տարբերակներ կկիրառվեն։ Ուղիղ 30 տարի առաջ Կուբայի օդուժի կործանիչները խոցել են Brother to Rescue հումանիտար կազմակերպությանը պատկանող երկու օդանավ, որի հետևանքով 4 մարդ է զոհվել։ Գլխավոր մեղադրյալը Կուբայի պաշտպանության այն ժամանակվա նախարար Ռաուլ Կաստրոն է։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև ազատության կղզու 5 քաղաքացիներին, այդ թվում օդանավերը խոցած ռազմաօդային ուժերի օդաչուներին։ Մեղավոր ճանաչվելու դեպքում 94-ամյա Կաստրոին սպառնում է ցմահ բանտարկություն։ Բոլոր նրանք, ովքեր լրտեսում ու վնասում են մեր քաղաքացիներին, պետք է իմանան հետևյալը։ Հետաքննությունների դաշնային բյուրոն, արդարադատության դեպարտամենտը շատ լավ հիշողություն ունեն։ Մենք կհետապնդենք ու կգտնենք ձեզ։ Միացյալ Նահանգների նախագահը ողջունել է Կուբայի նախկին ղեկավարի դեմ դատախազության հայցը։ Դոնալդ Թրամփի պնդմամբ ազատության կղզին տարիներ շարունակ բազմաթիվ խնդիրներ է առաջացրել։ Դա տապալված երկիր է, տեսնում եք, թե ինչպես է այդ պետությունը կործանվում։ Նրանք ոչ նավթ ունեն, ոչ գումար, ոչ էլ էլեկտրաէներգիա։ Մենք այնտեղ ենք, որպեսզի օգնենք նրանց ընտանիքներին։ Մենք ուզում ենք հումանիտար օգնություն ցույց տալ։ Նրանք հիանալի մարդիկ են։ Ես շատ ընկերներ ունեմ հիմնականում Մայամիում, Ֆլորիդայում։ Մարկոն էլ է այնտեղից, ինչպես գիտեք, Մարկո Ռուբիոյի ծնողները Կուբայից են։ Մենք կազատագրենք Կուբան։ Մարդասիրական նպատակով Սպիտակ տան ղեկավարը ցանկանում է ազատագրել ազատության կղզին, սակայն առանց իրավիճակը սրելու։ Ոչ, էսկալացիա չի լինի։ Չեմ կարծում, որ դա պետք է։ Կուբան արդեն կործանված է, այնտեղ խառնաշփոթ է, այնտեղ ամեն ինչ վերահսկողությունից դուրս է եկել։ Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելը Կաստրոյի դեմ մեղադրանքներն անվանել է անհեթեթություն եւ քաղաքական որոշում, որով Վաշինգտոնը ցանկանում է արդարացնել Կուբայի վրա ռազմական հարձակման խելահեղ գաղափարը։ Կուբայի փոխարտգործնախարարը զգուշացրել է. Պետք է հստակեցնենք, որ այս պատրվակը Կուբայի ղեկավարության դեմ գործողությունների համար օգտագործելու ցանկացած փորձ կարերեսվի կուբացի ժողովրդի կատաղի դիմադրությանը։ Կուբայի ժողովրդին այսպես ասած օգնելու համար Կարիբյան ավազան է մտել Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հարվածային ավիակիր խումբը։ Ամերիկյան հրամանատարությունն ընդգծել է այս ուժերը մարմնավորում են գերազանց մարտունակությունը, խոցման անգերազանցելի հեռահարությունն ու ռազմավարական առավելությունը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։